ապրիլի 11-ն է, Արագածոտնի մարզ, Քուչակ ապարան ավտոճանապարհի Նոր ողբերգություն է տեղի ունեցել Հանրապետության ավտոճանապարհներից մեկում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լոռու մարզ այցը ուղեկցելու մեկնող ոստիկանների ավտոբուսը Քուչակ ապարան ճանապարհին բախվել է Nissan Magnich-ի մեքենային։ 21 TV News-ի տեղեկությամբ Nissan-ի 56-ամյա վարորդը տեղում մահացել է։ Նա Սպիտակի Արևաշող գյուղի բնակիչ էր, մեքենայում որդու հետ է եղել։ Որդուն վիրավոր տեղափոխել են Երևան։ Հանդիպակաց փորձել է խույս տալ, սակայն բախումը տեղի է ունեցել։ Նման մի ողբերգական դեպք էլ տեղի էր ունեցել 3 Շիրակի Աղին բնակավայրի մոտակայքում բախվել էին BMW-ն եւ Opel-ը։ 6 հոգի մահացել էր, նրանցից 2-ը երեխաներ։ Իդեպ վաղը Նիկոլ Փաշինյանը ավտոերթի է հրավիրել քաղաքացիներին հյուսիս-հարավ ճանապարհի դեպի Գյումրի տանող հատվածի բացման առիթով։ Այսօր ԿՊԱ-կանների ուրախ ավտոբուսով Լոռի մեկնելու ճանապարհին Նիկոլ Փաշինյանը խոսել է ճանապարհներին տեղի ունեցող ողբերգական վթարների մասին։ Հնարավորինս զգուշ եւ պահել հնարավորինս երթևեկության կանոնները, որովհետեւ նաեւ հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար ավելի արագ վարել մեքենաները։ ԱՄՆ պատվիրակության ինքնաթիռը վայրեջք է կատարել Իսլամաբադում, ժամանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Առավոտյան Պակիստանի մայրաքաղաքում վայրեջք էր կատարել Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆին եւ Ջարեդ Քուշներին տեղափոխող ինքնաթիռը։ ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգը նախատեսված է ուղղակի եւ միջնորդված ֆորմատով։ Օրակարգի հաստատումից հետո կմեկնարկի հիմնական փուլը։ Երեկ երեկոյան Պակիստան ժամանած Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը իր այցն անվանել է Մինաբ 168՝ ի հիշատակ իսրայելական հարվածների հետևանքով զոհված դպրոցականների։ Նրանք, ովքեր ինձ ուղեկցում են այս ուղևորության ժամանակ, գրել է նա X-ի իր էջում։ Ամերիկյան պատվիրակությունը մեկնել է Իսլամաբադ Իրանի հետ բանակցությունների ճանապարհով հակամարտությունը դադարեցնելու, իսկ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, թե իրանական բանակը մեծամասամբ ոչնչացված է։ Նրա խոսքով Վաշինգտոնին Իրանի համար պահեստային ծրագիր պետք չէ։ Մեջբերում մենք գրեթե ամեն ինչ ոչնչացրել ենք։ Նրանց մոտ շատ քիչ հրթիռներ են մնացել։ Արտադրական հզորությունը շատ ցածր է։ Մեր բանակը պարզապես հիանալի է կատարել իր առջև դրված պարտականությունը։ Մեջբերման ավարտը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Իրանի հետ լավ գործարքը պետք է ներառի միջուկային զենքի բացակայությունը։ Ոչ մի միջուկային զենք, գիտեք, ես կարծում եմ ռեժիմի փոփոխություն արդեն տեղի է ունեցել, չնայած մենք երբեք նման այդ չափանիշ չենք ունեցել։ Ոչ մի միջուկային զենք, սա 99% հավանականություն է։ Ի սկզբանե Թրամփի նպատակը եղել է Իրանում ռեժիմի փոփոխությունը կամ, ինչպես ինքն է նշել բազմաթիվ հարցազրույցներում, Խամենեիի ռեժիմի տապալումը։ Հորմուզի նեղուցի վերաբերյալ Թրամփը նշել է, թե թույլ չեն տա այն երկար փակ մնա, որքան էլ այժմ վերահսկում է Իրանը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը մեծ սխալ է համարել փոխնախագահ Ջեյ Դի Վենսին բանակցություններին ուղարկելու որոշումը, շեշտելով, որ չի կարելի թույլ տալ հակառակորդին ընտրել քո բանակցային թիմը։ Ըստ Բոլթոնի, Դոնալդ Թրամփի վերջին շրջանի գրառումները սոցցանցերում մատնում են նրա խուճապն ու հուսահատությունը։ Նախկին խորհրդականը համոզված է, որ նախագահը պարզապես ճգնաժամից դուրս գալու ելք է փնտրում, իսկ Վենսի հիմնական առաքելությունը հենց այդ դուռը գտնելն է։ Այս իրավիճակը Բոլթոնի կարծիքով հոգեբանական առավելություն է տալիս Թեհրանին, քանի որ իրանցիները տեսնում են ամերիկյան կողմի անհանգստությունը։ Բոլթոնը կանխատեսել է, որ գործընթացը կմոտենա ավարտին։ Նրա գնահատմամբ Թրամփի հիմնական նպատակը որևէ ձևական հաղթանակ հայտարարելն ու խնդրից արագ այլ թեմաների անցնելն է։ Երուսաղեմում բացվել են Սուրբ Հարության տաճարի դռները հազարավոր հավատացյալների համար, ովքեր սպասում են Սուրբ Լույսի իջնելու հրաշքին։ Տաճարի դռների բացվելուն պես ներսից աղավնիներ են դուրս թռել, որոնք խորհրդանշում են խաղաղությունը։ Հաշվի առնելով ուխտավորների մեծ հոսքը եւ իրադարձության կարեւորությունը, Երուսաղեմում սահմանվել են անվտանգության խստացված միջոցառումներ։ Իրավապահ մարմիններ են ժամանել այնտեղ արարողության անվտանգ ընթացքն ապահովելու համար։ Արտեմիս երկրորդի անձնակազմը հաջողությամբ վերադարձել է երկիր։ 4 տիեզերագնացները 10-օրյա թռիչքից հետո վայրեջք են կատարել Խաղաղ օվկիանոսում։ Սա լուսին թռչելու առաջին դեպքն է 50 տարվա ընթացքում։ Առաքելության ընթացքում անձնակազմը կատարել է լուսնային թռիչք եւ փորձարկել Օրիոն տիեզերանավի կենսապահովման համակարգերը։